Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Բաց TV-ի եթերում ժամանակն է խոսել հաղորդաշարը շարունակում է իր աշխատանքները։ Այս պահին տաղավարում հյուրընկալում ենք Նժար սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցին։ Բարև ձեզ տիկին Կարապետյանց։ Նախ շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Ես եմ շնորհակալ, ոտս խերով լինի։ Շնորհակալություն տիկին Կարապետյանց։ Վերջին օրերին եւ վերջին շրջանում թերևս պարբերաբար դատական գործընթացների ենք հանդիպում եւ փողոցում դրսում ընդհանրապես բողոքողները եւ կողմնակիցները այս կամ այն շարժումների կամ կուսակցությունների եւ այլն ակտիվ մասնակցություն են ունենում, պարբերաբար հնչում է այն կարծիքը, որ դատական համակարգը անկախ չէ, կատարում է պատվեր եւ չկա մեր երկրում գոնե թե դատական արդարություն։ Եթե մի կողմ դրենք ուժային մյուս կառույցները, ուղղակի դատականից խոսենք։ Քանի որ ես գիտեմ դուք մասնագիտությամբ իրավապաշտպան եք, թերևս այս օրերին արդեն դրանով չեք զբաղվում, այսուհանդերձ ես կուզենայի ձեր ձևակերպումը հասկանալ, ինչ է կատարվում այսօր մեր երկրում այս առումով։ Ես երկու մասի կբաժանեի հարցը, առաջինը ահավոր կանխատեսելի բան էր, հա։ Սա չկանխատեսել այս process-ը ուղղակի հնարավոր չէ։ Ես 2019 թվականից խոսել եմ նրա մասին, որ եթե համակարգային փոփոխություն չես բերում, որ անում ես կոսմետիկ փոփոխություններ, ձևական, այն ժամանակ ասում էի, հիմա էլ կարող ասեմ, բանտիկը վրան կապում ես ու սիրուն, այսպես փաթեթավորում ինչ որ բան ես ներկայացնում, բայց բովանդակությունը, էությունը, բալանսը ուժերի, ենթարկվածությունը տարբեր կառույցների, անկախությունը տարբեր կառույցների չես ապահովում, դու ստանալու ես այն, ինչ որ այն ժամանակ ասում էի, որ եթե չեմ փոխում, ուրեմն ինչ որ պահի դա օգտագործելու են, իմ բոլոր հարցազրույցներում եմ դա ասել 19 թվականից սկսած, չեմ փոխում մի նպատակով, որովհետև շատ լավ հասկանում եմ, որ անելու են գործողություններ, որոնց պայմաններում իրանց պետք է լինելու եւ նախկին ոստիկանությունը իր բռնություններով, եւ դատարանները իր հրահանգ կատարելով, եւ անձնական օգտագործման դատախազությունը հրահանգներ կատարելով, եւ կեղծիքներ անող քննչական մարմինները ուրիշ տարբերակ չկա, բան չի չես փոխում։ Դու այդ խոստումով եկել ես ու չես փոխում, որ ինչ, որովհետև դա քեզ պետք է լինի։ Ցավոք սրտի, այս այն դեպքերից է, որ մեծ ցավով եմ ասում, որ այն որ ասում է Նիկոլը սխալ էր, ես ճիշտ։ Ու սա չտեսնել, չհասկանալ, բոլոր գործողությունները իրար կողք կդնելով, փազլները իրար կողք կշարելով, չտեսնել, որ սա լինելու է, սա անհնարին էր։ Ինչ վերաբերվում է մեր այսպես նախկին իշխանության ներկայացուցիչներին, որոնց վերաբերյալ քրեական գործեր են հարուցվում ու իրանց կողմնակիցները դժգոհում են փողոցում, դատարանների մոտ միտինգներ են անում, շատ դժգոհ, հուզված, պատմում են, որ դատական համակարգ չկա, ժողովուրդ այդ համակարգը ձեր հայրերն են ստեղծել, հիմնադիր հայրերը այս այլասերված համակարգի ձեր շեֆերն են, ձեր ղեկավարներն են, ումից եք դժգոհում։ Իդեպ տարի այս իրականության մեջ ենք մենք ապրում։ Իդեպ ասեմ, այնպես չի, որ իրանց կառավարման տարիներին իրանց չեն ասել, որ ժողովուրդ ջան, այդ համակարգը նենց փոխեք, որ վաղը երբ որ ձեզ ես եմ ասել, անձնապես ես եմ ասել։ Բացի ինձանից էլի շատ թվով մարդիկ այդքան բան չէին ասի իհարկե, որտեղ այդքան ռիսկ չուներ։ Բայց ասել են փոխեք համակարգը այնպես, որ երբ որ դուք հայտնվեք քրեակատարողական հիմնարկում, ասելա թե բանտում, որ այդ պայմանները մարդավայել պայմաններ լինեն, որ այն դատարանը, որը ձեզ դատելու է, դուք համոզված լինեք, որ այնտեղ արդարադատություն է։ Ես հիշում եմ այդ քմծիծաղը, ես հիշում եմ այդ ցինիկ պահվածքը արդարադատության նախարարության ներկայացուցիչների դատախազության մնացած։ Հիմա այն որ ասում է Ժորժ ջան, ձեր սրած մախաթը հայտնվել է դրա համար չնախատեսված վայրում, վայելեք։ Իրանց պարագայում ես ասում եմ վայելեք, որովհետև դուք եք նաև այն մարդիկ, ովքեր սրա համար պատասխանատվություն պիտի կրեն։ Հետևաբար հիմա նույն բանը ներողություն, մի քիչ երկար տևեց, նույն բանը պիտի ասեմ Նիկոլ Փաշինյանին։ Երբ որ դու այս համակարգը չփոխեցիր, հիշի, վաղը այս նույն համակարգը քեզ է դատելու։ Դու անցնելու ես այս նույն մամլիչ համակարգով։ Այս համակարգի շրջանակներում գործելով եւ շարունակելով մեր կենսակերպը բոլորս որևէ համակարգով, որով սովոր ենք ապրել, հույս կա, որ ինչ որ մի օր Նիկոլ Փաշինյանից որպես վարչապետ կկարողանանք ձերբազատվել եւ նա կհայտնվի դատական իշխանության արչեւ կամ արդարադատության արչեւ որևէ դրսևորում։ Երկու տարբերակ կա, քանի որ սահմանադրությունը այնպես է կառուցվել ի սկզբանե, որ որևէ մեխանիզմ գոյություն չունի, այս անկման, այս հակասահմանադրական, այս հակապետական, եթե կուզեք հակաբարոյական process-ը կասեցնելու իրավական գործիք չկա, այսինքն սահմանադրության մեջ կամ որոցի այլ օրենքի մեջ Սերժ Սարգսյանի ասում է, դե ասում է ուրախացեք, ցնծացեք, պարոն Սարգսյան։ Ձեր սարքած այդ օրենքների մեջ այնպես է համակարգը դասավորած, որ տարբերակ չկա Նիկոլ Փաշինյանին կանգնեցնելու։ Սրա միակ տարբերակը
impeachment-ի հաշվարկն էլ այնպիսին է, որ դու պիտի ունենաս բավական մեծ թվով ձայներ, որ այս պարագայում գրեթե անհնարին է, զրոյական է։ Այսինքն տարբերակը երկուսն է։ Մեկը դուրս գալ փողոց, ինչպես 18 թվականին մարդիկ դուրս եկան փողոց, մեծ թվով մարդկանց դուրս հանել փողոց, բայց գիտեք, ընդդիմությունը մեղմ ասած եւ պարակտված է եւ ընդդիմության մեծ մասի նկատմամբ վստահություն չկա, հետեւաբար հասարակությունը որ պահին որտեղ երևում է մի հատ ընդդիմության կամ ասենք ասենք նախկիններից որ մեկը որտեղ երևա ժողովուրդը ձեռներ լվանում է, թողում է գնում է տուն։ Եվ երկրորդ տարբերակը դա ընտրություններն են, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա, որ այո Նիկոլ Փաշինյանը ունի իր մոլի երկրպագուները, որոնք անիմաստ է փորձել փոխելը, որը որ կայուն իր հետ մնալու է։ Հաստատապես, դա երևի, չգիտեմ, 10, 15, 16, 20%, հա, թող լինի։ Ինչ որ մի մասն էլ ինքը ապարատից կօգտագործի, բոլոր ժամանակների իշխանությունները ունեն պետական ապարատում աշխատող մարդկանց ձայների քանակը միշտ, բայց մի տարբերությամբ, եթե նախկինում պետական ապարատում ծառայող մարդկանց արժանապատվությունը այդքան նվաստացած չէր ու իրանք այդքան ստորացված չէին ու սուսուփուս գլուխները կա սենց սուրույով գնում էին քվեարկելու օրվա իշխանության կամ ում որ ասեին իր համար գնում էին քվեարկելու այսօր այդ հասարակությունը իրանք մեր հասարակության մի մասն են իրանք են զավակ կորցրել իրանք են ամեն օր նվաստանում ես բնականաբար անուններ չեմ տա բայց պատկերացրեք իրավապաշտպան որը միշտ հակադրության մեջ է եղել օրինակ ոստիկանության հետ ինձ մոտենում են գործող ոստիկանների բավականին բարձր կարգավիճակ եւ ուսադիրներ ունեցող մարդիկ ու ասում են չեք կարողանում մի բան անեք, ել չենք դիմանում։ Ասելա թե ոստիկանությունը այլևս քորու, այսպես բան, հա, մի գծով չի գնալու քվեարկելու Նիկոլ Փաշինյան, իրանք չեն հասկանում այսքան բանը։ Պետական ապարատը այտենց մի սուրու ոչխարի նման չի գնալու քվեարկելու։ Տիկին Կարապետյան, եթե նախկինների հետ համեմատենք, իսկ չհամեմատել չեն կարող, որքան էլ ասում ենք չխոսենք սևեր սպիտակներից եւ տարանջատումներ չանենք, այսուհանդերձ ժողովուրդը առ այս պահը համեմատում է ու հետեւաբար մենք չենք կարող խոսապել այս երևույթից։ Եթե համեմատենք նախկինների հետ, Նիկոլ Փաշինյանը մեծ ազատություններ սովորեցրեց, հիմա այդ ազատություններին սովորած մարդը նախկին իշխանությունների ժամանակ դրսևորվող անազատությունների հետ կկարողանա նորից համակերպվել կամ կցանկանա, լավ, Նիկոլ Փաշինյանը որևէ դրական բան արել է այս երկրի համար, լավ, ասում եմ, լավ բան չի արել։ Ձեր մեկնաբանությամբ խնդրեմ։ Հիմա կդժվարանամ ինչ-որ բան ասել դրական, որովհետև գլոբալ իմաստով դե անպայման ասում են, չէ, ճանապարհը սարքել, դպրոցը սարքել, ժողովուրդ, կան ամենակարևոր հարցերը, որոնց հնարավորությունը 18 թվականին կար։ Ես ասում եմ, օրինակ պատկերացրեք, եթե կա 18 թվականին կար 1000 միավոր 1000 գործ, որը կարելի էր անել, ու ինքը արել է, ասենք 4-ը։ Հիմա դա դրական պիտի գնահատենք, թե պիտի համարենք, որ այդ process-ը տապալված է, որտեղ 18 թվականին այս մարդը այնպիսի լեգիտիմություն ուներ, որ ոչ մեկ երբեք Հայաստանում այդպիսի լեգիտիմություն չի ունեցել։ Բայց պիտի ընդունենք, որ մեր մարզի բնակչությունը սովորաբար ասում են, մենք մի կյանք այստեղ ապրել ենք, մենք ճանապարհ չենք ունեցել, ցեխի միջով ենք անցել եւ փոսերի միջով մեր բոյոյի չափի։ Այդ շատ ճիշտ են ասում։ Ամենապարզ եւ ցուցուն բնութագրումներն եմ ասում, հենց ինչպես իրենք են ասում։ Եվ այս պահին արդեն այս իշխանությունը այդ հարցը լուծել է։ Հիմա նա որպես բնակիչ սովորական նա չի մտածում, այ այս ֆինանսը, որը տրամադրվել է այս ճանապարհը կառուցելու համար, կարելի է այլտեղ եւ ավելի նպատակաուղղված եւ ավելի եկամտաբեր ծրագրով օգտագործել կամ նույն ճանապարհը կառուցել, բայց ավելի տնտեսապես շահավետ պայմաններով եւ այլն։ Նա փաստ տեսնում է, որ ինքը ունի ճանապարհ, վերջապես ունի 30 տարի ոչ ոք այդ մասին չի մտածել եւ միայն այս իշխանությունը մտածեց։ Համաձայն եմ, բայց այդ նույն մարդը թող գնա մի հատ իրանց գյուղի գերեզմաններ ու տեսնի ինքը բան ունի ասելու այն դրոշը որ դրած է ու 20 տարեկան երեխա այնտեղ պարկած թող գա երաբլուր տեսնի այդ երեխեքին ինքը բան ունի ասելու էլ եմ ասում դու ունես հնարավորություն 1000 միավոր գործողություններ անելու եւ դա շատ ռեալ է ավելի քան ռեալ է որովհետեւ այն ժամանակ ես գնում էի վիճում էի այդ թվում նաեւ Վենետիկի հանձնաժողով սաղ ասում են չէ Վենետիկի միջազգային գործընկերների հետ, բոլորի հետ, ասում են Ժողովուրդ ջան, մենք կարող է ստիպված լինենք անցնել այնպիսի process, որը ձեր սրտով չի, ձեր պատկերացումների մեջ չի, ձեր ստանդարտների մեջ չի, բայց դա շատ կոշտ գործիքակազմում է, մենք պիտի դա անցնենք, որովհետև մենք փոփոխության կարիք ունենք։ Բայց ոնց հասկացաք, չէ, մարդը եկավ, այդ կոստյումն էլ հագավ,
շատ լավ տեղավորվեց, 7 տարի սահմանադրություն չփոխեց ու այդ 7 տարվա սահմանադրություն փոխելը process-ը սկսեց նրանից, որ Իլհամ Ալիև ինչ որ պահանջներ աներ։ Այսինքն, եթե մեր շարքային գյուղացի, ես իրան շատ լավ եմ հասկանում, իհարկե մարդը մի կյանք է ապրում, մարդը ուզում է մարդավայել ապրի, ամբողջովին կիսում եմ այդ տեսակետը։ Բայց արդյոք այն ինչ որ կատարվում է, ինքը այս ամեն ինչի հետ հաշտ է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ես չեմ կարծում որ մենակ կուշտ փորով հաց ուտել են, որ ասում է փորը կուշտ, տակը չոր, ես չեմ կարծում։ Հատկապես 20 թվականի պատերազմից հետո մարդկանց մտածողության մեջ իսկապես փոփոխ։ Դե կան մարդիկ, ում համար ընդհանրապես ոչ մի սրբություն չկա, կամ ոչ մի բան կարևոր չի։ Դե հիմա Աստված իրանց հետ։ Մնացածի մասին ես կարծում եմ, որ մենք շատ ծանր գնով որոշակի գիտակցություն, որոշակի ինքնորոշում, որոշակի ինքնագիտակցության բարձրացում ենք ունեցել, մտածողության փոփոխություն ենք ունեցել։ Այսօր թերևս հերթական հավաքների ընթացքում իրավապաշտպաններից Տիկին Մելոյանը շատ կարևոր մի արտահայտություն արեց ըստ իս, ասաց թե Սամվել Կարապետյանի դեպքի մասն ենք խոսում, Սամվել Կարապետյանի դեպքում ընդամենը եղել է հարցազրույց, որին չեն հաջորդել համապատասխան գործողություններ քննչական, որ պարզաբանվի այդ խոսքերի տակ որևէ էական գործիք եղել է կամ գործողություն եղել է, որը կարող է հաստատել այդ խոսքերի վտանգավոր լինելը եւ անմիջապես, այսպես հրահանգի ներքո նա կալանավորվել է այս պահի դրությամբ արդեն մենք խոսեցինք այն մասին, որ նախկին իշխանությունների համար են թերևս դրսում հավաքներ եւ բողոքներ, բայց չէ որ Սամվել Կարապետյանի դեպքը օրինակ սրբազանների դեպքերը մի փոքր դժվար է, այսպես իսկ այսօր արդեն մի քանի եւս եկեղեցական 6 հոգի, եթե չեմ սխալվում, մինչեւ մեր զրույցի պա 6 հոգի པարզ չի։ Մեր ընթացքում ինչ process տեղի կունենա։ Արդյոք այս անարդարությունը միայն նախկին իշխանությունների ստեղծածի եւ նրանց հետ էր կապված եւ չկա անարդարություն ընդհանուր առմամբ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր ուզում են որևէ բան դրական բան անել երկրի համար, արժե համակարգերի համար, հայի ինքնության եւ այլն։ Թե բոլոր դեպքերում մենք պիտի ընդունենք, որ այս գործողությունները թերևս ինչպես այս իշխանություններն են ասում, հրահանգված է դրսից։ Դրսից։ Ну, հա, ինչ որ մի մասը իսկապես դրսից է հրահանգված, ես համաձայն եմ, օրինակ եկեղեցու դեմ հարձակումը հաստատապես կարելի ասել, որ դա դրսից հրահանգներ է, որովհետեւ եւ դա Ադրբեջանից է, եւ դա Թուրքիայից է, միայն Ադրբեջանը չի, նաեւ Թուրքիան է, որը մեծ լուրջ խնդիրներ է տեսնում, որովհետեւ բացի Նիկոլ Փաշինյանից բոլորը հասկանում են, որ հայ առաքելական եկեղեցին ինքը, ինչ ասեմ, պետականության մեր վերականգնելու հնարավորության հիմքում է կանգնած եղել, ինքը մեր ազգային ինքնությունը պաշտպանելու, պահպանելու հիմքում է կանգնած եղել։ Ես էլ հաշտ չեմ բազմաթիվ կրոնական, այսպես բարձրաստիճան, ոնց են ասում, պաշտոնյաների հետ, հա, հոգեվորականների հետ, իրենց խոսքի հետ, իրենց վարքի հետ, ես էլ հաշտ չեմ եղել ոչ առաջ, ոչ այսօր, բայց այն ինչ որ տեղի ունենում հիմա, ինձ համար 100%-անոց հարձակում է ոչ թե առանձին հոգեվորականների մարդկանց նկատմամբ, այլ սա ուղիղ հարձակում է հայ առաքելական եկեղեցու դեմ եւ այո, ցանկացած տեղից, որտեղից կարող է ուշ տեսնել Նիկոլ Փաշինյանը, ինքը գնալու է դա ոչնչացնելու։ Նորից, սա կալանքով բանով չի վերջանալու։ Հիշեք, ինքը գնալու է ոչնչացման ճանապարհով։ Ինչ տարբերակով կլինի այդ ոչնչացումը, իրան բացարձակ չի հետաքրքրում։ Այս մարդը ոչ կարմիր գիծ ունի, ոչ սրբություն ունի։ Այս մարդը, այն որ ասում է, լավ, ռուսերեն բառը չասեմ, բայց սա վերջացած մարդ է, հասկանում եք, այս վերջացած մարդիկ, ավարտված մարդիկ, հոգեբանորեն ոչինչ իրանցից չներկայացնող մարդիկ գնում են ոչնչացնելու ճանապարհով։ Այս երևույթը Նիկոլ Փաշինյանի խորին համոզմունքների դրսևորումն է, թե ուղղակի փաստի առջև է կանգնած, վտանգներ է հասկանում, գիտակցում, որ իշխանությունից հետո, իշխանությունը թողնելուց հետո իր համար կարող է եւ սա է դրթում այս երևույթը շարունակել, թե երկուսը մեկում է։ Նախ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, թե ինքը ինչ է արել, շատ լավ հասկանում է։ Նա, գիտեք, կարելի է 1000 բանի մեջ մեղադրել, բայց ապուշլնելու մեջ իրան դժվար է մեղադրել։ Ինքը շատ լավ գիտի իր արածը եւ այդ արածի համար ինչ պատասխանատվության պիտի ենթարկվի ինքը։ Եվ երկրորդը, այ իր խոց, ինքը հասկանում է, որ
ինքը պաշտպանված է այնքան ժամանակ, քանի դեռ ինքը պաշտոնի է նստած, քանի դեռ այդ հազարավոր ոստիկանները, որոնք մեր հարկերով վարձատրվում են, պրեմիաներ են ստանում ու մնացած բոլոր բարիքներ, երբ որ զինվորը սահմանին, հա, տղաները այնտեղ փող են վերցնում, փող են պահում, ինչ որ բացինքի համար առանձին փող են պահում, չգիտեմ ինչի համար առանձին փող են պահում։ Ոստիկանը ստեն, որ ասում է ժողովրդական լեզվով, օտի դու ապրում է։ Այդ ոստիկանների թիկունքում թաքնվելով ինքը միայն կարող է իրան ապահով զգալ։ Մնացած բոլոր իրավիճակներում ինքը գիտի, որ սենց խնդիր ունի, մեծ խնդիր ունի։ Եվ երկրորդը իհարկե կան հրահանգներ։ Այդ իր պաշտոնում վերարտադրվելու պաշտոնավորելը շարունակելու համար ինքը ինչ որ մեկի սատարումը պետք է ստանա։ Սեփական ժողովրդի սատարումը ինքը չունի ու չի կարող ունենալ, բացի այն մոլորված 15%-ից, դրսից ինքը մեղմ ասած այդքան էլ վստահություն չի, որովհետև այն խոպոպի նման մի օր ստեղա գնում թաթիկները համբյուրում, մի օր ընդեղա գնում թաթիկները համբյուրում, այսինքն Միացյալ Նահանգների իդեմս նախագահի բարեկամությունը ամոթել այն, որ ասում է ոչ անունը գիտի, ոչ երկիրը գիտի, ոչ էլ մի խոսքով խայտարակություն։ Ինքը պիտի գտնի ներսում չունի սատարում, դրսում պիտի գտնի նրանց, ովքեր հետաքրքրություն ունեն Հայաստանում եւ իրանց հետաքրքրությունները առաջ տանելու համար այս մարդուն կարան օգտագործեն full, ասեց անգլիացիների։ Ինչ է նա, ով կարա ստեղ հետաքրքրություն ունենա, Ադրբեջանը, Թուրքիան։ Իրանք սրտանց պատրաստ են սատարել։ Միակ սատարողները այսօր Նիկոլ Փաշինյանի, դա Թուրքիան է եւ Ադրբեջանը, ուրիշ ոչ մեկ իրան չի սատարելու, որտեւ ինքը Հայաստանի պատմության մեջ ամենաանհետեւողական, ամենաանվստահելի, ամենաանկանոն շարժումներ անող եւ գործողություններ անող ղեկավարն է։ Մենք կարող ենք չսիրել նախորդ կամ չընդունել նախորդ մեր ղեկավարներին, բայց իրանց դիրքորոշումը շատ հստակ էր։ Այդ մարդիկ պատկերացնում են գնում են դեպի Ռուսաստան եւ հասկանալի էր, ընդունելի չէր իրանց դիրքորոշումը, բայց հասկանալի էր եւ իրենք կանխատեսելի են, իրանց գործողությունները հասկանալի ու կանխատեսելի են։ Այս մարդը ասում եմ Իրիկունը գնում է, ասում է մենք Միացյալ Նահանգների հետ պայմանագիր ենք կնքում, հետո գնում է Եվրոպային, ասում է մենք գիտեք, չէ՞, ասում է օրենք ենք ընդունել, գնում ենք դեպի Եվրոպա, մեկ էլ հոп թռավ գնաց Շանխայ, ԱՄՆ դրել է բալանսավորում, ի՞նչ բալանսավորում, գնում ես մանգաս քեզ ով տիրություն կանի։ Այդ տենց որփի նման սեփական ժողովրդի աջակցությունը չունեցող այդպես պիտի վարվի։ Արդյոք պիտի երկիրը ղեկավարողը ընդհանրապես ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, ով էլ որ լինի, ի սկզբանե կողմնորոշում ունենա արտաքին որևէ ուժին հետևելու առումով։ Արդյոք պիտի փնտրես քեզ հովանավոր կամ քեզ պաշտպան։ Միգուցե ճիշտ տնտեսական ճանապարհ կառուցելներ, տնտեսական եւ նաեւ անվտանգության առումով մի նախագիծ ունենալը, որի հետ կապված կգտնվեին մարդիկ, կազմակերպություններ եւ երկրներ, ում շահերը քո շահերի հետ կհամընկներ եւ նրանք էլ կլինեին այդ հովանավոր կոչեցյալները կամ օգնականները, օժանդակողները, ռազմավարական գործընկերները, որովհետեւ նրանց ձեռք կտան։ Իսկ հակառակ դեպքում ինչու պիտի ձեռք տա Հայաստանը որևէ ուժային հզոր գերտերություն։ Մենք ունենք նժար սանդրական շարժումը ունի մի փոքր այլ մոտեցում։ Հիմա կվերադառնամ ձեր հարցին։ Մենք համարում ենք, որ առհասարակ մեկ անձի կամքից պիտի մեր երկրի ապագան կախված չլինի։ Մեր բոլոր ժամանակներում են համակարգերը, որոնք մենք ունեցել ենք, նախագահական, կիսանախագահական, պարլամենտական, այսինքն կառավարման մոդելները, որոնք եղել են, իրանք թույլ են տվել, որ մի հոգի կամ մի հատ խմբակ գա ու սենց ամբողջը զավթի։ Ուրիշ երկրներում այդ մոդելները աշխատում են, նորմալ աշխատում են, մարդիկ քաղաքակիրթ ապրում են ժողովրդավար երկրներում։ Մեր մոտ չի աշխատում, փորձել ենք, իրեքն էլ ապականված է։ Մենք առաջարկում ենք այնպիսի մոդել, որովհետև երբ մի մարդը գալիս է ու ամբողջ լիազորությունը իր ձեռքում ավտոմատ ստացվում է, որովհետև օրենքները մենք չունենք մշակույթի պետականության մշակույթ չունենք, մեր մտածողությունն է ուրիշ։ Մեզ մոտ գլխավոր դատախազը չի մտածում, որ ինքը գլխավոր դատախազ է, ինքը հասկանում է, որ իրան նշանակել են օրվա ղեկավարի դաբրոյով եւ իր մեծամասնությունը ունեցող պարլամենտով են հաստատել։ Հետեւաբար ինքը ինչ պիտի անի, այո, թաթիկները համբյուրի օրվա ղեկավարի։ Այդպես պիտի չլինի։ Մեր առաջարկած մոդելում այնպես է, որ գլխավոր դատախազին նշանակում է մի մարմին, որը փոխարինելու է գալու նախագահի ինստիտուտին։ Այսինքն մենք ունենք դատական իշխանություն, ունենք օրենսդիր իշխանություն, ունենք գործադիր իշխանություն, այս ամեն ինչը պահպանվում է, եւ ունենք նախագահի անհասկանալի, չգիտեմ ինչի համար, պանիխիդային մասնակցելու ինչ որ մի հատ նախագահի մեծ թափով, մեծ աշխատակազմով, մի հսկայական մի կառույց, որը ոչ մի բանի համար է։ Հիմա մենք առաջարկում ենք այդ կազմը փոխել եւ ունենալ 9 անկուսակցական 3 տարին 3 փոփոխող, այսինքն չգան այդեն նստել։ Ինչ մեխանիզմով փոփոխվող։ Ռոտացիայով
հեսա կփորձեմ բացատրել նաև որտեղից են այդ մարդիկ գալու, այս մարդիկ այն որ դու ունես էլիտա, որը մենք ցավոք սրտի հիմա կորցրել ենք, բայց նաև այդ էլիտայի ձևավորման խնդիր կա, մենք լուրջ խնդիր ունենք։ Ինքը նշանակում է գլխավոր դատախազին, այսինքն ինքը առաջադրում է գլխավոր դատախազի տեխնացիոնը, գլխավոր դատախազը վարչապետից ոչ մի ձև կախվածություն չունի։ Երբ որ վարչապետը գրառում է անում, ցույցում է տալիս, հրապարակային հրահանգ է տալի գնալ էս ինչ մարդու հետևից ձերբակալելու, գլխավոր դատախազը սիրուն գալիս է վարչապետի հետևից։ Հակակոռուպցիոն մարմինների նշանակում են այս պետական խորհուրդը, որպեսզի անիֆի նման չգան միլիոնով փող ուտեն, հետո գան շենց կլոր աչքերով նայ ասի մենք вообще տեղյակ չենք, գլխավոր դատախազը բեխաբար բանը այնան չանա։ Հակակոռուպցիոն մարմինները սենց կլոր աչքերով իրան անում, ասում մենք ինչ բանից տեղյակ չենք, որովհետև կախվածություն ունեն։ Այն ժամանակ նոր մոդելի մեջ իրանք կախվածություն չեն ունեն եւ այսպես շարունակ։ Ոնց են ձևավորվում այդ մարդիկ, ինչու եմ այս հարցը տալի, որովհետև մենք տեսել ենք նաև նախկին ղեկավարների օրոք այս նույն համակարգը մի քանի ամիս գործեց, չէ՞, Սերժ Սարգսյանի օրոք եւ մենք հասրեցինք տեսնել այդ դրսևորումները նմանատիպ, որ որքան է լինի միանձնյա, ել ավելի նախկին պայմաններում կար կոալիցիա Եվ այդ կոալիցիայի հետ շատ բարեհաջող կար համագործակցություն, այսօր բարեկամներ ենք, վաղը իբրև թե թշնամիներ ենք, հաջորդ օրը նորից բարեկամներ ենք եւ այսպես ներքին պայմանավորվածությունների հաշվին մենք պարբերաբար տեսնում ենք, որ երկիրը տանում են մի ուղղություն, որը որ կարծես թե հետո հենց դուրս են գալիս այդ կոալիցիայի կազմից, քննադատում են այդ իշխանությանը, բայց հետո հետ են գնում եւ բարեհաջող աշխատում են։ Ես ուզում եմ հասկանալ այդ տարբերակը ինչ մեխանիզմով պիտի ընտրվեն, որ չլինի այս երևույթը նորից մենք ունենալու ենք ինքնորոշման ազգային ինստիտուտ։ Սա նորից առանձին մարմին է, սա պետական կառավարման մարմին չէ, այսինքն այս օղակների հետ կապ չունեցող, բայց սա մի մարմին է, որտեղ դաստիարակվում են, որտեղ պատրաստվում են, նախապատրաստվում են եւ կադրեր, սկսած չգիտեմ գյուղապետերից նախարար, այսինքն պատահական մարդ չի կարա գա նստի նախարար։ Սա լուրջ պաշտոն է, այո դա քաղաքական պաշտոն է, բայց դա լրջագույն բեռ ու պատասխանատվություն ունեցող, որոշումներ կայացնելու ունակություն ունեցող մարդկանց համար։ Այսինքն տարբեր մակարդակներում, տարբեր աստիճանների, հա, որակավորումներ ա տալու, որոնք մարդիկ կարողանան զբաղեցնել որոշակի պաշտոններ։ Ամենավերևում մարդիկ հնարավորություն են ունենալու, գիտեք, մենք ունենք բացառիկ որակյալ մարդիկ, որոնք իրենց ոլորտում պրոֆեսիոնալ են, որոնք ունեն գիտելիք, ունեն փորձ, ունեն կամք, ունեն բարոյականություն, ունեն արժեհամակարգ, բայց այս մարդիկ երբեք ներգրաված չեն եղել պետական կառավարման համակարգում, ինչի, որովհետև այն լղոզված կերպարները արմունկներով իրար բրբրթելով, սրա նրա տակ լավություն անելով, սրա նրա տակ, չգիտեմ, փաթիկներ համբյուրելով, եկել հասել են ինչ-որ պաշտոնների, կամ նշանակել են ամենաստոր կերպարների, որտեղ ստորին ավելի հեշտ է կառավարել։ Ինք ավելի այս մարդկանց համար սա լինելու է այն լիֆտը, ոնց ասեմ, սոցիալական լիֆտը, որով իրանք հնարավորություն են ստանալու բարձրանալ հասնել միջև եւ ճանաչելիության եւ անպայման եւ հեղինակության իրենց հատկանիշները, որպեսզի հասկանալի լինի։ Ամեն հաջորդ этаպում իրանք ավելի ֆիլտրվելու են, ավելի զտվելու են, ավելի ամրանալու են։ Այս մարդիկ երբ որ կհասնեն արդեն վերևում, այնտեղ մենք ունենք խորհուրդ։ Այ խորհուրդը առաջարկելու է ամեն 3 տարին մեկ 3 անց այդ վերև քիչ վերև բարձրացած մարդկանցից, բայց առաջի этаպում սամդրական փոփոխությունների ժամանակ մենք վերևի 31 անձին առաջարկելու ենք ինքներս ցուցակով ենք առաջարկելու, դա բաց ցուցակ է լինելու, մենք հրապարակային ժողովրդին ասելու ենք, որ այս 31 հոգին է եւ ժողովուրդը իմանալու է, ովքեր են լինելու առաջի этаպում այդ արժանավոր մարդիկ, ովքեր իսկապես ունեն եւ փորձ եւ գիտելիք, իսկ այդպիսիք դուք չեք պատկերացնում ինչքան շատ են Հայաստանում։ Թվում է թե չկան, բայց իսկապես կան այդ մարդիկ։ Տիկին Կարապետյանց, սա արդյոք ենթադրում է, որ իշխանությունների տարանջատման եւ հակակշիռների ստեղծումը լիարժեք այս միջոցով հնարավոր կլինի կայացնել։ Այո, որովհետեւ սա բերելու է այնպիսի իրավիճակի, որ գործադիր մարմին, ասելա թե վարչապետը, նախարարների կաբինետը իրանք ունենալու են բավարար լիազորություններ պետությունը նորմալ կառավարելու համար եւ ներքին գործերի նախարարությունն է իր ձեռքի տակ լինելու եւ պաշտպանության նախարարությունը եւ արտաքին կապերը, ամեն ինչ իրան, բայց եւս կա մի կարևոր բան։ Պետական խորհուրդը ինքը ունենալու է վետոյի իրավունք, վետո դնելու վարչապետի ազգային ժողովի որոշումների վրա։ Սա ինչի է կարևոր, որովհետև եկեք պատկերացնենք իրավիճակ, որ ենթադրենք Նիկոլ Փաշինյան օրինակ ոչ թե
գիտակցաբար է գնացել այսպիսի գործողությունների, այլ մարդուն ստիպել են, պարտադրել են, չգիտեմ, ճնշել են, հետապնդել են, օրինակ։ Նիկոլ Փաշինյանին ցանկացած մեկին եկեք անձերը մի կողմ դրենք։ Եթե վարչապետին անգամ ճնշեն, բոլորը պիտի իմանան ներսում կնի, դրսում կնի, որ այդ մի ստորագրությունը ոչինչ չի փոխում, այս երկրի ճակատագրում ոչինչ չի կարող փոխել, որովհետև կան եւս 9 հոգի մարդիկ, ով անընդհատ փոփոխվում են, նրանք էլ այնտեղ չեն լճանում, մնում, հա, պալյուտ բյուրո չեն կարա դառնա, որտեղ 3 տարին մեկ 3 փոխվում են։ Ինչու 3 որպեսզի եւ ինստիտուցիոնալ հիշողությունը մնա եւ կարողությունը մնա եւ բայց անընդհատ նոր մարդկանց հոսք լինի, որ եւ այս փորձառու մարդիկ նորից վերադառնալու են այս ինստիտուտ եւ դասավանդելու են եւ կրթելու են եւ թինտանգերում են լինելու, այսինքն ռազմավարություններ են մշակելու, այս մարդկանց փորձը ինքը անընդհատ այդ փակ ցիկլի մեջ ինքը օգտագործվելու է, մարդիկ չեն կորելու եւ լճացման տարբերակ չի մնում եւ փորձը կորելու, հա, փորձը մերժելու, որտեղ մենք ունեցել ենք մարդիկ, ովքեր շատ փորձառու են եղել, բայց մեկ էլ հանկարծ ինչ որ մի ղեկավարի դուրը չի եկել, իր սրտով չի եղել, ասել են դե գնա, դու սրանից էլ գործ չունես։ Ունենց կանե որ ընդհանրապես անգամ բուհերում չես դասավանդի։ Սա նշանակում է, որ ոչ միազնային իշխանությունը տեղի կունենա այս վերաբերմունքը, ոչ երկրում միազնային իշխանությանը։ Նման առաջարկներով բազմաթիվ հայտարարություններ են եղել, կան տարբեր անհատներ, քաղաքացիական ակտիվիստների նույնիսկ, երբ ամեն օր թերևս երեկոյան օպերայի տարածքում, քաղաքում, ընդհանրապես տարբեր հարթակներում այս առումով հայտարարություններով հանդես են գալիս։ Դուք ձեր մեկ կազմակերպությամբ եք այս որոշումը կայացրել եւ որևէ համագործակցության պատրաստ եք արդյոք նմանատիպ այլ կառույցներից, ովքեր առաջարկում են նույն սահմանադրական բարեփոխումները, նույնը չլինի, բարձր մեխանիզմները, պատկերացումները, դրսևորումները այլ կլինեն, բայց բոլոր դեպքերում սահմանադրական բարեփոխումներ, որպեսզի իրապես ինստիտուցիոնալիզմի մեխանիզմով գնանք, ոչ ասելու միազնային իշխանությանը։ Ես գրեթե բոլորին դաշտում ճանաչում եմ, շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում, իրանք շատ իրականում մի մասին էլ անկեղծորեն սիրում եմ, բայց չնեղանան ինձանից, բայց ոչ մեկ sense բան չի առաջարկում։ Ոչ մի քաղաքական ուժ չի առաջարկում գալ խնդրում է քվեն ժողովրդի, որպեսզի գա ինքը իր կառավարման տարիներին իր լիազորությունները նվազեցնի, էականորեն նվազեցնի, ստեղծի համակարգ, որի պայմաններում հետո էական էլ չի ով կգա, ով ուզում է գա, ինչ համետ ուզում է գա, որովհետև երբ որ որոշումները հանուն Հայաստանի Հանրապետության են, այդ բալանսը կա, վերահսկողը կա։ Պրոբլեմ չի ինչ առաջարկ կանեն, հա, ժողովուրդը ում ձայն կտա, իրանք կգան այդ հետագայի համար։ Այս պահին ուրիշ ոչ մեկ բացի մեզանից չի առաջարկում գալ ու սահմանափակել քո լիազորությունները ու ստեղծել այնպիսի համակարգ, որ այլևս չլինեն ոչ դիկտատորներ գան իշխանության, դա հնարավոր կլինի անել։ Առաջին կան գործողություններ, որոնք առաջին օրվանից սկսելու են իրականացվել, որովհետև դրանք առանձնապես մեծ փոփոխությունների կարիք չունեն, բայց դա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն ունի եւ այնպես չի որ դու պիտի գաս, ասես այս իմ սահմանադրությունն է, բոլորդ գնում եք խելոք քվեարկելու։ Իհարկե այդտեղ պիտի լինեն նաև հանդիպումներ, քննարկումներ, տարբեր կողմերի ներառականությունը պիտի ապահովի, որտեղ միայն մոդելի փոփոխության մասին չի խոսքը, ստեղ բովանդակություն կա, որովհետև մենք գրված է ուսանության մեջ, որ մենք սոցիալական, իրավական, հաջողություն ենք, բայց դա ոչ մի ձևի բացված չի տալի, հա, դա պիտի տա։ Հիմա հանդիպումների մասին։ Այո, մենք բոլոր առողջ, adekvat ուժերի, որոնք իսկապես ազնիվ են իրենց մղումների մեջ, անգամ ով որ ազնիվ այդքան էլ ազնիվ չի, իրանց հետ ենք հանդիպում։ Բայց կողմի սահմանադրական բարեփոխումներին դուք պատրաստ եք համագործակցել։ Մենք պատրաստ ենք համագործակցել հետեւյալ 3 պայմանների համար։ Նախ մենք կուսակցություն չենք ստեղծել հատուկ, որpիսի չունենանք կուսակցությունը պիտի ունենա կուսակցական ծրագիր, որտեղ տոկոս, մոգոս, ինչ որ բաներ, հա։ Սա վերկուսակցական է, սա այնքան կարևոր է, որ մի կուսակցության անելու գործը չի։ Սա իսկապես ընդհանուր ուժերով համախմբված անելու process պիտի լինի, եւ մենք ընդամենը 3 հարց ենք դրել, եւ սա որպես ֆիլտր ենք համարում։ Առաջինը դա մոդելի փոփոխությունն է, այ ոնց որ ասեցի, երկրորդը դա համապարփակ անվտանգության համակարգի ներդրումն է, որովհետեւ բանակապետության անվտանգությունը 18-20 տարեկան երեխեքի վրա թողնել դա անբարոյականություն է։ Մենք չենք ընկել այդքան, ճիշտ է, մեզ անդադ ներքև են քաշում, բայց մենք այդքան չենք ընկել ու մենք ամեն անգամ ամեն ծանր իրավիճակում ապացուցում է մեր հասարակությունը, որ բոլորը, չգիտեմ, փախստականներին օգնելուց միջև զինվորի կողքը կանգնելը, դա մենք պատրաստ ենք անել, բայց դա պիտի լինի համակարգված, հասկանու՞մ, դա ամբողջ պետություն։ Ամեն անգամ կամավոր սկզբունքի վրա թողնելը դա ավելի։ Եվ դա
համապարփակի մեջ մտնում են նաև տնտեսությունը, ռազմարտունաբերությունը, էլի բազմաթիվ դիվանագիտությունը, ամբողջ սպեկտրը ինքը պիտի ծածկի եւ դա հենց առաջի օրվանից է իմի դեպի հնարավոր անել եւ թվանշային պետություն ենք մենք ասում, մենք համակարգը աշխարհը գնում է դեպի թվային գործիքների օգտագործում, թվայնացման։ Ապրեք, եթե մենք չունենանք մեր թվայինը, նշանակում է, որ ինչ որ մի պահի գալու են ու պարտադրեն մեզ ուրիշի համակարգերը։ Ուրիշի համակարգ նշանակում է քո ամբողջ դատաբազան լինում է դու ուրիշի մոտ։ Ուրիշը այսօր քեզ սիրում է, վաղը կարողա չսիրի։ Ուրիշը այսօր մենք այդ դրսևորումները բազմաթիվ անգամ ունեցել ենք։ Առավել եւս, երբ արհեստական բանականության ծրագրերի շրջանակում աշխատող մենք ունենք լավագույն դեպքեր, ովքեր հնարավորություններ եւ առաջարկներ ունեն։ Ինչու սա չի օգտագործվում հենց մեր երկրում մեզ համար։ Այո, մեր անվտանգությունը, որովհետեւ թվային անվտանգությունը դա եւս անվտանգության մի մաս է։ Դա միայն տեխնիկական ինչ որ տեղեկություններ չի, դա այսօրվա դա, այսինքն այսօրվանից սկսած եւ վաղը իհարկե հատկապես վաղվա օրվա համար թվային անվտանգությունը կարևորագույն էլեմենտներից մեկն է առնելու։ Հետևաբար մենք այս 3 հարցն ենք, որոնք որ մեր համընդհանուր անվտանգության մասին են, մեր համընդհանուր անվտանգությունը պետք է ապահովեն, այս 3 հարցի շուրջ մեզ համար շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան եւ ընդունեն։ Դուք հանդես եք գալիս սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությամբ։ Պարոն Փաշինյանը բազմաթիվ անգամ այս 7 տարիների ընթացքում հայտարարել է, որ նման նախաձեռնություն տեղի ունենալու է, գործընթացները գնում են, բանակցություններ կան, քննարկումներ կան եւ այլն եւ այլն։ Այդ հանձնաժողովի հետ, որը աշխատում է այն առաջարկի վրա, որը պատրաստում է ներկայացնել քաղաքացիական պայմանագիրը, դուք համագործակցություն ունեք, չունեք, տեղյակ եք բովանդակությունից, թե ոչ, ընդհանրապես կարծում եք այն, որ մենք փորձում ենք գեներացնել բնակչության մոտ այս վերջապես իրապես արմատական լուծման մի առաջարկ, չի նույնականացվելու հետո ԿՊ-ի առաջարկի հետ եւ մերժվի ելնելով նրանից, որ Ադրբեջանը պահանջ ուներ մեզ մոտ սահմանադրական բարեփոխումներ անելու եւ այլն եւ այլն։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, մենք իսկապես գնում ենք փոփոխությունների։ Չի կարելի 7 տարի նույն բանը ասել, որ անելու է ու չանել։ Այսինքն այս մարդը արդեն ապացուցել է, որ չի անելու։ Այսինքն չի անելու պետության համար, չի անելու իր լիազորությունները կասեցնելու համար, կրճատելու համար։ Ինքը անում է մի բանի համար, որովհետև Ալիևը տենց պահանջ ունի։ Մենք չենք գնում սահմանադրության փոփոխելու, մենք գնում ենք սահմանադրական փոփոխություններ անելու, այսինքն մենք սահմանադրությունը չենք փոխելու։ Այդ իր ախմախ թեզերն էլ թազա նոր գցած ինչ որ պետությունների հարաբերությունների դա ես անգամ այդ հարցին չեմ հռչակագրի թեման, որը ամենացավոտն է։ Այդ թեմաները փակված են, մենք ունենք սահմանադրությունը մեր ներքին փաստաթուղթն է, սա մեր ներքին որոշումն է, մեր ժողովուրդը պիտի որոշում կայացնի։ Եթե ամբողջ ժողովուրդը կանգնեց ասեց, այո, մենք պատրաստ ենք այս ամեն ինչը փոխել, դու չես կարող ժողովրդին ասել, Ժորժյան կներեք, բայց չէ։ Բայց ժողովուրդը կկանգնի, մենք ունենք այն հասունությունը, որ ժողովուրդը կանգնի։ Ես ժողովրդից եմ խոսում, բայց ես իրականում շատ թերահավատ եմ մեր կուսակցական համակարգի նկատմամբ, որովհետև Հայաստան որտեղից ինչին հավատակ։ Մենք ունենք մի քանի հատ կուսակցություններ, որոնք դե ասենք դաշնակցությունն է, օրինակ հանրապետականն է, հա, բայց կներեք էլի ասում եմ, երբ որ մարդիկ խոսում են, երբ որ իրանց հերոսը Նժդեհն է, բայց իրանք Ռուսաստանի մոլի երկրպագուն են, այստեղ ինչ որ դիսոնանս կա, էլի, մի հատ կողմնորոշվեք։ Մի խոսքով, մեր ոչ մեկին չեմ ուզում նեղացնեմ, բայց տեսեք, մեզ մոտ կուսակցական ինստիտուտները այդպես էլ չկայացան։ Եվ պատահական չի, որ չկայացան, որովհետև կուսակցություններն են, որ հատկապես պարլամենտական երկրի պայմաններում իրանք այդ շարժիչ ուժն են։ Ինչ շատ անգամ իրավապաշտպան եղած ժամանակ, ինչ շատ անգամ մեղադրել են, ասում են քո տեքստերը մաքուր քաղաքական են եւ կարելի ասել անգամ կուսակցական ինչ որ բան։ Բացատրում եմ, ասեմ, թե սա պիտի ասի կուսակցությունը, ու կուսակցություն չկա, որ դրա մասին խոսում է, բա մեկը պիտի խոսա դրա մասին, թե չէ։ Սա ստացվում է, որ իշխանության մեջ գտնվող կուսակցական ուժերը հատուկ են ստեղծել իրավիճակ կամ ունեն իրենց գրպանի կուսակցությունները, այսպես ասած, դրա համար է մեզ մոտ այսքան վատ իրավիճակը, թե մենք չունենք այն միտքը մեր բնակչության, մեր մտավորականության, ընդհանրապես մարդկանց մեջ, ովքեր հետաքրքրված են նմանատիպ հարցերում, չունենք այն ներուժը, որից ստանանք իրապես արդարացի նպատակներ ունեցող, պրինցիպներ ունեցող, ծրագրեր ունեցող կուսակցություններ։ Մենք այնքան ներուժ ունենք, դուք չեք պատկերացնում։ Այդ մենակ Հայաստանի ներսում Սփյուռքը, էլ չեմ ասում, մենք ունենք տիեզերական մասշտաբի հնարավորություններ, որոնք
չօգտագործելը ուղղակի պետության դեմ, քո սեփական ժողովրդի դեմ հանցագործություններ է։ Հիմա մենք փաստացի չենք օգտագործում այդ Ինչու չի լինում, որովհետև շատ པարզ, որովհետև ոնց էր ասում, բոլորը մեր կլիենտներն են, բոլոր կուսակցությունները անցնում են Մելիք Ադամյանով, հետո բոլոր կուսակցությունները, բոլորը չէ իհարկե, մի մասը անձնական օգտագործման սատելիտներ սկսեց ստեղծել Նիկոլ Փաշինյանը, այն որ գալիս են տենց մեկ-մեկ է քննադատում են, բայց դու գիտես, որ իր պրոպագանդիստն է ու իր անձնական օգտագործման իբր ընդդիմադիր կուսակցություններն են, բոլոր ժամանակներում այդ տենց, ինչ ասեմ, դա նաև մի քիչ բանի հետ է կապված, հա, ու ամենակարևոր հարցը, որ անդադ շրջանում, ինչու մարդիկ չէին ուզում կուսակցություններ գնալ մտնել, ես էլ երկար ժամանակ այդ մտքով եմ ապրել, որովհետև այդ թեզն էր պատտվում, ասում էին քաղաքականությամբ զբաղվելը անբարոյականություն է, եւ սեփական օրինակով ապացուցում են, որ այո, անբարոյական ձևով են իրանք այդ քաղաքականությունը վարում։ Եթե դու գալիս ես ժողովրդից ձայն ես վերցնում իբրև ընդդիմադիր, հետո գնում ես այն ում դեմ դու իբր ընդդիմադիր էր ձեռքը սխում ես ու պաշտոն ես դրա համար, դու անբարոյական ես, բայց չես, դա քաղաքական չի, դա անբարոյական է։ Ասածս ինչ էր, որ այնքան այդ թեզը պատտեցին եւ ամենակարևորը այդ փողը, որովհետեւ ֆինանսական հարցը բավականին բարդ հարց է։ Ընտրություններին մասնակցել, ինչ որ ծրագրեր իրականացնել, դա շատ թանկ հաճույք է, ասեմ ձեզ։ Հետևաբար, երբ որ ֆինանսները կոնկրետ տեղերում են եւ իրանք ստեղծում են սատելիտներ, եւ այդ սատելիտները պարազիտների նման քաղաքականություն իրականացնելու փոխարեն տենց փող են ուտում, էլի, այսպես գործը անում ենք, էլի, քաղաքականություն են անում, հա, պրոստը փող են աշխատում, էլի։ Այս պայմաններում շատ դժվար է, բայց իսկապես կան մարդիկ եւ այդ երիտասարդությունը հաջորդ սերունդը, ես հիմա որ լսում եմ իրանց ոդքասթերը, իրանց հետ աշխատել եմ նաեւ պատիվ եմ ունեցել իրենց դասավանդել, իրանք շատ լավն են եւ ռեգիոններում եւ երև մեծ քաղաքներում իրանք ուրիշ են, իրանք ստեղծելու են։ Մեզ հիմա ամենակարևորը մեր սերունդի վրա պատասխանատվությունը հետեւյալն է՝ չկորցնել, թույլ չտալ, որ մեր պետականությունը լուծարվի, թույլ չտալ, որ այնպիսի վիճակ ստեղծվի, որ հաջորդիվ եկող այդ գիտակից, այդ կայացած, տեսած, իր մաշկի վրա պատերազմից սկսած մինչև կեղծ խաղաղություն անցած ճանապարհով մարդիկ ժամանակ ունենան, մի քիչ էլ մեծանան ու արդեն իրանք մեզ կգան սերունդափոխություն, կարգին պետություն կսարքեն։ Այ հիմա մեր պատասխանատվությունը հիմքերը ճիշտ դնելն է։ Այն ինչ որ մենք առաջարկում ենք, մեր առաջարկը հենց հիմքերը, այդ տան հիմքը պիտի մի հատ քանդեսնած սիրուն սենց Տիկին Կարապետյան դասավորես։ Մենք կարծես արդեն նախընտրական շրջանում լինենք եւ պարբերաբար խոսում ենք այս կամ այն կուսակցությունների առաջարկների եւ այլնի մասին։ Հիմա ես նկատում եմ վերջին շրջանում մեխը դրվում է տնտեսական առաջխաղացման եւ աշխուժության վրա, տարբեր նախաձեռնություն շարժումներից սկսած կուսակցություններով ավարտած, ուզում են տնտեսական բնույթի առաջարկ անեն, որ ֆինանս աշխատենք, որովհետեւ պարզ է, եթե դու ուժեղ չլինես ներսից, թերևս, բայց թե այդ ներսին ուժեղ լինելու համար էլ դրսից հարցերը պիտի լուծացնես, այսուհանդերձ հիմա ես նկատում եմ, որ կա մի որոշակի զանգված առաջարկում է տնտեսական հարցեր, մյուս ասում է, չէ, ունենանք ի սկզբանե այդ կուսակցությունները պիտի ունենան արտաքին ուժի ուժային կենտրոնների հանդեպ կողմնորոշում հստակ եւ սա առաջարկեն։ Ձեր դիտարկմամբ ինչ պիտի առաջարկի կուսակցությունը եւ ինչպես պիտի սովորական քաղաքացին կենտրոնանա ինչպես ընտրել այդ կուսակցությունների մեջ, որն է իրապես առաջնահերթ։ Արդյոք մենք պիտի սպասենք 26 թվականի հերթական ընտրություններին, թե հնարավոր է հասցնել որևէ բան անել միջև ընտրությունները։ Մեր բոլոր փոփոխությունները, այս փոփոխությունները, որ դուք եք առաջարկում, կապված են Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանի հետ, թե դա Նիկոլ Փաշինյանից հետո։ Արդյոք եթե նորը եկավ եւ դա Նիկոլ Փաշինյանի ճանապարհի մեկ այլ դրսևորումը եղավ կամ հակադիր կողմը եղավ, այս սահմանադրական բարեփոխումները հնարավոր են լինելու այդ ժամանակ, թե սա արդեն այնքան ուշացած կլինի, որ այլևս իմաստ չի ունենա։ Երբեք ուշ չի, ինչ որ պահի դու անպայման պիտի սկսես։ Երեք սկսածել ենք, այսօր ահագին գործարած կլինի։ Այսինքն երեք Նիկոլ Փաշինյանի իշխանության չլիներ եւ թիմ ասելով մեծ համախոհություն, որտեղ թիմ մենք ունենք, մենք լայն համախոհության փնտրտուկների մեջ ենք։ Անշուշտ այս փոփոխությունները հնարավոր է անել միայն լինելով իշխանություն։ Երբ որ դու գալիս ես իշխանության եւ ունես հնարավորություն բաները, հա, արագ այս process-ն իրականացնելու, որտեղ այնպես չի որ Նիկոլ Փաշինյանը սამდրական փոփոխություն չէր խոսք տվեց չարեց, այնպես չի որ ինչ որ բաներ չէր կարար աներ ու չարեց, էլի։ Մարդը չի արել փաստացի։ Հիմա իշխանության լինելու պայմաններում է հնարավոր անել այս process-ը։ Այս առաջինը։
Նիկոլ Փաշինյանի շատ կարևոր է մենք 18 թվականին եթե ոչ բոլորը գոնե շատ-շատերը ասում են քայլ արա Մերժի Սերժին։ Հիմա այ Մերժի Սերժին հետո ինչ։ Հետո ոչ մի բան։ Արդյունքում մենք ստացանք դիկտատոր։ Հիմա մենք ասում ենք քայլ արա Մերժի Նիկոլին, դա բավարար չի։ Այսինքն երբ որ մարդիկ ասում են մենք հավաքվում ենք Նիկոլին մերժելու, հետո եթե դուք գալու եք ինչ որ մեկը գալու է, լավ, մի անգամ բախներս բերեց, մի հատ կարգին պարադիշնի մարդ եկավ, այնտեղ նստեց այդ աթոռին ու դարձավ լավ ղեկավար 5 տարի հետո, 5 տարի հետո գալիս է անպարկեշտ մարդը, ու էլի այդ կոստյումը հագնում է, ու էլի նստում է ու սկսում է նույն պատմությունը, հետո մենք ինչքան կարանք խաղալիք լինենք մի հոգու կամ մի թիմի ձեռքում։ Մենք պիտի համակարգը փոխենք, ձեռը բռնելու մեխանիզմ ունենանք, թե չէ։ Այսինքն մեր առաջարկը հետևյալի մեջ է՝ գանք մեխանիզմները փոխենք, տնտեսական փոփոխություններ առաջարկողների հետ կապված։ Օրինակ Կարապետյան Նարեկ Կարապետյան։ Շատ լավ խոսում է տնտեսության մասին, բիզնեսի մասին, որ խոսում է, շատ տպավորիչ է, ինքը շատ ներդաշնակ է այդ ոլորտի մեջ։ Բայց որ ասում է տնտեսական զարգացումներով մեր չգիտեմ ինչ, Նարեկ ջան, հորդ Աստծուն մեռնենք, ձեռներիցդ բիզնեսը առել են, որովհետև համակարգը չի աշխատում, հասկանում ես։ Ձեր մի բարեկամը նստած է բանտում, որովհետև համակարգը չի աշխատում, հասկանում ես։ Դու տեղ չունես բողոքելու, դու գլխավոր դատախազ չունես, դու հակակոռուպցիոն մարմին չունես, դու ոչ մի բան չունես։ Այսինքն եթե դու համակարգը չես փոխում, մի անգամ բախտդ գբերի 10 անգամ էլի ցես չի բերի։ Այդպես չի լինում, դու պիտի հիմքերը շատ ճիշտ դնես։ Այսինքն նույնը կարող ենք ասել այժմ, որ Ծառուկյանը հայտարարում է, թե նոր առաջարկով տնտեսական նախաձեռնությամբ կամ ոչ միայն տնտեսական ընդհանրապես նոր ասելիքով առաջարկով պիտի հանդես գան, այս ընտրություններում սա նույն պատասխանն է Նույն պատասխանը, պարոն Ծառուկյան, հարգելի պարոն Ծառուկյան, ես այս մարդուն որպես բիզնեսմեն շատ լավ եմ վերաբերում, ինքը հաջողակ բիզնեսմեն է։ Ես օրինակ չեմ կարող բիզնես անեմ։ Դրա համար էլ է քտիցակ, չգիտեմ, հմտություններ, մտածելակերպ, դա յուրահատուկ բան, ամեն մարդուն տրված չի։ Հիմա դու հաջողակ բիզնեսմեն ես։ Ու քեզ էլ եկել են պարբերաբար եւ բիզնեսդ են փորձել փակել եւ խնդիրներ են ստեղծել եւ դժվարություններ են ստեղծել եւ քրեական գործեր են հարուցել տեղին, անտեղին, չգիտեմ։ Լավ, դուք չեք հասկանում, որ տնտեսական զարգացումը միայն չի օգնելու։ Այո, դա շատ կարևոր էլեմենտ է։ Ես գտնում եմ օրինակ, որ պարոն Կարապետյանի, պարոն Ծառուկյանի ու մնացած մեծ բիզնեսի մեջ հմտություններ ունեցող, ինչու ոչ նաև կապեր ունեցող, որտեղ Ծառուկյանը մեծ բիզնեսը դա միայն բան չի, էլի, դա միայն փող չի եւ հարկը չի։ Հիշում եք, մի հատ աղջիկ կար, որ ձերբակալել են, կարծեմ Բելարուսում ու պիտի արտահանձնեին բանին։ Բլոգեր աղջիկ է։ Ծառուկյանը գնաց սուս-փուս իր կապերով վերցեց բերեց։ Այն նաև դրա համար է պետք։ Հիմա մեր առաջարկած այդ համակարգի մեջ այս մարդիկ կարևոր տեղ են ունենալու, որովհետև բիզնեսը այո կարևոր էլեմենտ է, շատ կարևոր էլեմենտ է։ Պետությունը առանց բիզնեսմենի չի կարող գոյատևել։ Բայց ես նաև չեմ պատկերացնում թե պարոն Ծառուկյանին, թե պարոն Կարապետյանին իրենց բիզնեսի մեծ բիզնեսի պայմաններում երկրի ղեկավարելը մի քիչ լավ չեմ պատկերացնում, բայց այն որ իրանց հմտությունները, գիտելիքները, փորձը, կապերը, այդ ամեն ինչը պիտի ի բարօրություն պետության օգտագործվի եւ ի բարօրություն նաեւ իրենց, այդ մարդիկ եթե աշխատում են, պիտի ուրեմն նաեւ իրենց հնարավորությունները մեծ լինեն։ Այնպես որ առաջարկներից, հա, 26 թվականի նախընտրական շրջանին գնացող նաեւ պատերազմ լինելու եւ չլինելու մեջ է այս հարցի վերաբերյալ ձեր ցավալիորեն այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանի այս խաղաղություն կոչված process-ը բոլոր գործիքները, բոլոր լծակները Ալիևի ձեռքում են։ Նիկոլ Փաշինյանը մի լծակ չկա, որ Հայաստանի ձեռքում լինի, մի հատ օրինակի համար։ Այսինքն կուզիկը կրակի, չի ուզի չի կրակի, կուզիկը հարցակվի, չի ուզի չի հարցակվի։ Այսինքն դու որպես պետություն ոչ մի լրացուցիչ գործիք, գործիքակազմ, չգիտեմ, գործընկեր, բանակում այդպիսի բարեփոխում, որը քեզ թույլ կտար, այ գոնե դիմակայել, չեմ ասում թուրը ցենց առնեմ գնամ, հա, բայց գոնե դիմակայելու քո բնակչին, քո խաղաղ բնակչին, քո, չգիտեմ, գյուղացուն, բանվորին, ուսուցչին, քո երեխեքին, քո բանակին պաշտպանելու հարցում նվազագույն, հա, այնքան բան կպատմեն ձեզ, կասեն, որ այս ինչը փորել են, այս ինչը դրել են, բանկաբուտիկի տեղ ինչ որ երկու հատ բան են դրել։ Հա, բայց դա բավարար չի, հասկանում եք, 5 տարի է անցել, պատերազմից հետո անցել է 5 տարի, եւ մենք պարտավոր ենք այդ համակարգը անվտանգության համակարգը համապարփակ համակարգը մասին այ 5 տարվա մեջ այս sense կարելի էր գիրառել բայց ինքը վերցրել է ամենա պոպուլիստական մասը թե բա մեզ մոտ էլ է
տարի ու կես ծառայություն է, այո, բայց դա զուգահեռ ունի նաև այլ գործողություններ, այսինքն տեղերում, Բայց տարածքներում։ ախր միջև ամառ ասում էին, գիտեք, մենք խիստ զինվորի կարիք ունենք։ Բա ասում եմ, չէ։ Ամառ անցավ 3 ամիս հետո ասեցին, դե հիմա կարող ենք տարի ու կեսի պայմանով բավարարվել, ակամայից մտածում ես, որ նախընտրական խոստում է ընդհանրապես, ոչ ավելի։ Ինքը անելու է այդ նախընտրական Եվ խոստումը։ սա միակ դրսևորումը չէ, ուղղակի նախընտրական խոստումներ տալով, ես կարծում եմ նույնիսկ այս շատ ակտիվ, հակակոռուպցիոն գործողությունները եւ ընդհանրապես այն ինչ որ տեղի է ունենում այս պայն իրավապահ մարմիններում եւ այլն, սա հենց դրսևորումներից մեկն է, որ ես կանեմ, մենք կհասնենք այդ արդարության եւ նորից այս հույսը տալով բնակչությանը քվեներ ստանալու հարցն է ընդհանրապես։ Սա երկու հարց է լուծելում։ Առաջինը պոպուլիզմը, որովհետեւ ոչ մի ծնող պատերազմի մեջ զավակին չի։ Նախ պատերազմ ոչ մեկ չի ուզում, ոչ մի նորմալ adekvat մարդ, կին լինի տղամարդ, տարիքով մեծ լինի երիտասարդ, չի կարող պատերազմ ուզել։ Կանայք, որոնք 51% են կազմում, պարզա չէ, որ տատիկ են, հորքուր են, մորքուր են, չգիտեմ, մամա են, այդ ամեն ինչն է, հա, պարզա, որ տարի ու կես ասում ես, մի տեսակ մեջները բան արթնանում։ Մի կողմից սա պոպուլիստական քայլ է առանց բացատրելու հասարակությանը, որ դու չես կարող միայն 1.5 տարի կրճատելով քո անվտանգությունը ապահովել։ Այդ թվում նաև մեր սահմանը լայնացավ, այդ երեխեքի անվտանգությունը չես կարող ապահովել։ Բայց կարծես թե ժամկետն է պակասեց, երբ մենք ունեինք չհավաքելու խնդիրը, բա նախքին դեռևս սահմանների պայմաններում ժամանակ։ Այդ մի կողմից, մյուս կողմից է Ալիևը ամեն օրվա ռեժիմով հայտարարում է, որ մենք բանակ պիտի չունենանք։ Իսկ հարցածակում, իսկ միգուցե այս քայլերը ասում է բանակ երկու գործողություն միաժամանակ Նիկոլ Փաշինյանը ապահովում է մեկ Ալիևի սրտով, որ մենք քիչ-քիչ բանակը նվազեցնենք, բանակի քանակը նվազեցնենք եւ պատահական չի, որ ինքը ավելացնում է, մենք կրճատում ենք, պատահական չի, որ այնտեղ ընթանում է բարեփոխումներ, շատ մեծ ծավալի եւ Ռազմահայրենական ոգի նրանք ավելացնում, մենք տապալում ենք, էլ չեմ ասում, որ ամբողջ աշխարհում արևմուտքը, Միացյալ Նահանգները, ընդհանրապես բոլոր երկրները կարծես անցել են ռազմականացման շրջան, իսկ մենք կարծես որոշել ենք, որ միակն ենք լինելու խաղաղ պայմաններում ապրող եւ որևէ խնդիր մեզ չի դիպչելու։ Տիկին Կարապետյան, եթե ես չեմ սխալվում, Նժար Սահմանադրական շարժման վարչապետի տեխնացուն դուք եք։ Այո, այդպես է որոշել թիմը։ Այսինքն մասնակցություն լինելու է, ձևաչափը ընտրված է, շարժման սահմաններում է լինելու։ Մենք շարժման սահմաններում արդեն չենք դառնալու կուսակցություն, մենք հրավիրելու ենք կուսակցությունների, այդ թվում նաև եւ հասարակական միավորումների եւ անհատների եւ կուսակցությունների, դրա արդյունքում ստեղծելու ենք թիմ, ինչու են առաջադրել ինձ, երբ որ ես էլ այդ հարցը տվեցի, բայց ինչի ես, որովհետեւ անկուսակցական մարդ, որը երկար տարիներ զբաղվել է իրավապաշտպանությամբ, որը անկախ նրանից թե ով, որտեղ, ինչ առիթով ում հետ փոխկապակցված է եղել, ինձ համար թե նախկինում, թե այսօր էլ բացարձակ էական չի, եթե կա մարդու իրավունքների խախտում, ուրեմն դա խախտում է նախասիրությունների հետ ոչ մի կապ չունի։ Այսինքն անաչառության տեսակետից, հա, վստահության տեսակետից։ Ում հետ եք դուք համագործակցելու պարլամենտական ընդդիմության հետ եւ այսօրվա իշխանության հետ կոնկրետ համագործակցություն լինելու է, հնարավոր է թե ոչ։ Ես մի ցուցակով բոլորին մինուս արեցիք ու ասում եմ ոչ։ Ոչ, որովհետեւ այդ մարդիկ պատրաստ չեն, Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես բան չկա համագործակցելու, դա բացառված տարբերակ է։ Ընդդիմությունը ցավոք սրտի ինքն իրեն դիրքավորում է այնպես, որ ես օրինակ չեմ տեսնում։ Մենք օրինակ մի պայման չասեմ, բայց ֆիլտր որպես ասեմ, մենք համարում ենք, որ լուստրացիան դա պարտադիր պայման է։ Մենք չենք կարող շարունակել այդ կամպրոմատներով ապրել, այս ինչ է, այս ինչական է, իրար դավաճան ասելու, մենք չենք կարող 7 տարի հետո ասում են, թե Նիկոլ Փաշինյանը ագենտ էր կամ իր թիմակիցները, ախ, գիտեիք ագենտ էր, ասեիք 7 տարի առաջ, 7 տարի հետո ասում եք, որ ինչ անենք, այո։ Ու մենք պիտի անցնենք լուստրացիա։ Չեմ ասում, որ ինչի եք թողել ագենտ մնա, դուք իշխանության եք այդ օրերին։ Ապրեք, ես վստահ չեմ, որ այսօր պարլամենտում գտնվող երեք ուժերից կամ չգիտեմ, քանի կուսակցություն դեղակին մարդ կա, այդ մարդիկ պատրաստ են անցնել լուստրացիայի process-ը, ես վստահ չեմ։ Եթե իսկապես անկեղծորեն հասկանում են կարևորությունը լուստրացիայի եւ պատրաստ են այդ process-ով անցնել, որտեղ ես իրավապաշտպան եղած ժամանակ էլ որ ասում են լուստրացիան անխուսափելի է, ես ասում եմ ինձանից սկսեք։ Ես այսօր էլ եմ ասում ինձանից սկսեք։ Այն մարդիկ վստահ չեմ։ Տիկին Կարապետյան, անվերջ կարելի է խոսել, խնդիրները այնքան շատ են, անվտանգությունը հենց առաջին հերթին, բայց այսուհանդերձ եկեք մի փոքր այլ ձևակերպումով ավարտենք։ Ես կուզենայի հասկանալ,
ինչ է հնարավոր դեռևս փրկել այն ամենից, ինչը արդեն տրվել է Հայաստանի Հանրապետության կողմից այլ երկրներին եւ ընդհանրապես այն զիջումները, որ տեղի են ունեցել, դեռևս հնարավոր է որևէ հարցի հետ նահանջ, այլ լուծում, որը կառուցողական կլինի մեր երկրի համար։ Սկսած Արցախի հարցից, ավարտած այն բոլոր գործերով, որոնք մենք միջազգային դատարաններում ունենք, բայց կարծես զարգացում չկա, հետ են քաշում գործերը եւ ընդհանրապես կա դիրքորոշում, որ այլևս պետք չէ պահանջներ ներկայացնել, մինչդեռ պահանջները ադրբեջանական կողմը ներկայացնում է եւ դրանով իսկ լեգիտիմացնում է այն абսուրդը, ես էսպես եւ դեռ շարունակելու է ներկայացնել, ասեմ։ Միանշանակ հիմա ձեր դիտարկմամբ ինչ կարող ենք փրկել այսօրվա կորուստների առումով եւ հետ վերադարձնել։ Երբ դու ունես պետություն, կայացած ինստիտուտներով, որոնք գործում են բացառապես Հայաստանի Հանրապետության եւ հայության շահերից, լայն իմաստով հայության, երբ դու ունես քո կողքին սփյուռքը ոչ թե որպես հազար ներողություն, կթուկով, երբ դու ունես, դու օգտագործում ես ամբողջ ծավալը քո հնարավորությունների, երբ դու օգտագործում ես քո հնարավորությունները նաև առաքելական եկեղեցու եւ ոչ միայն առաքելական եկեղեցու կապերը, հնարավորությունները, դու չկա հարց, բացի մեր մարդկային զոհերից, չկա աշխարհում հարց, որը հնարավոր չի լուծել։ Հետևաբար, մենք պիտի կայանանք որպես պետություն, ես հասկանում եմ, որ մարդիկ հենց հիմա, հենց այսօր, հենց այս վարքյանին այո պատասխանն են ուզում, բայց ես գիտեմ, որ դրա տարբերակը մեկն է։ Մենք որպես պետություն պիտի բարձրացնենք մենք սուբյեկտայնությունը, մենք մեր բոլոր գործիքը միգուցե կոպիտ է հնչում, բայց մեր բոլոր հնարավորությունները պիտի մեկտեղենք եւ այո, Հայաստանը պիտի լինի աշխարհի լավագույն երկրը եւ կարող է Փաշինյանը ասում է, եթե մենք սա անենք, Ադրբեջանը չի թողնի, նույնիսկ չի թողնի, որ մենք անենք, մենք կսկսենք Ադրբեջանը կկասեցնի պատերազմով։ Սա հավանական է։ Հաջողություն Նիկոլ Փաշինյանը։ Ժամանակն է 26 թվականին, այսօր էլ որ ասեն, երեկ էլ որ ասեն, էլի ուշ էր։ Վաղուց պիտի ասեն Նիկոլ Փաշինյանին ստեսություն, բարի ճանապարհ, ինչ կան ավիրել ես հերիքա, գնա։ Ուղղակի չէ, մի գնա, որովհետև այս դատական համակարգով դու պիտի անցնես, դու պիտի վայելես, մի անգամ այս երկրում պիտի պատասխանության ենթարկելու հարցը բարձրացվի, դա պարտադիր է, միանշանակ բոլոր մակարդակներում, որպեսզի հաջորդ իշխանությունը հասկանա, որ բախվելու է նույն իրական, որ այլևս ներում բեկում չի լինելու, այլևս սա մեկի եղբայրն է, այլ մյուսի եղբայրն է, այս մեխանիզմներով հարցերը այլևս չեն լուծվելու։ Քանի որ ինձ են առաջարկել վարչապետի տեխնացու, ինձանից սկսած յուրաքանչյուրը պիտի իմանա, որ ցանկացած հակասահմանադրական, հակապետական, հակաիրավական, հակաժողովրդական, ժողովրդավարական, հակաբարոյական գործողության համար դրա համար կա դատարան։ Այդ դատարանը ես իմ ձեռով ասում եմ իմ գործընկերների հետ, այն մարդկանց հետ, ովքեր արդեն մեզ միացել են, եւ այն մարդկանց հետ ես համոզված եմ դեռ մեծ թվով մարդկանց հետ, ովքեր մեզ միանալու են, մենք կառուցելու ենք այդ երկիրը, որտեղ յուրաքանչյուր մարդ կիմանա, որ հանցագործության համար, պաշտոնյայի հանցագործության համար դու պատասխանության ես ենթարկվելու եւ ցանկացած քաղաքացի պիտի իմանա, որ ինքը մտնելու է դատարան, իր իրավունքը վերականգնվելու է, որ չի լինելու տարիներով դատարանների դռները գնալ ու միտինգ անել։ Եվ գործերը անգամ երկար չեն տևվելու, որ ժամանակը անցնի, այլևս իմաստ չունենա պատիժը կիրառելու առումով դա էլ լուծում ունի, ամեն ինչ լուծում ունի, ասում եմ, մենք մի բանի լուծումը չենք կարող տալ, դա Եռաբլուրի պատասխանը չենք կարող տալ, բայց մեր պատասխանատվությունը հենց Եռաբլուրի առաջ դրա մեջ է։ Մենք իրանց վճարած գինը պիտի ստանանք նորմալ պետություն, իսկապես պետություն պիտի ստանանք։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ մենք զրուցում ենք Նժար Սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք մեր հաջորդ թիրաժամին։ Ցտեսություն։